Գերբնական ձևով է Աստված սիրում մարդկանց։ Այդ սիրո մի մասնիկն էլ Մարտիրոսյանների ընտանիքն է։ Ինչպես շատ մարդիկ, այնպես էլ ես միշտ հավատացել եմ Աստծո գոյությանը։ Եվ շատերի նման ես էլ գնացել եմ տաճար, մոմ եմ վառել, իմ հավատքը արտահայտել եմ նման կերպով։ Բայց այն Աստված, որ իմ մեջ է, որ ամեն ժամանակ ինձ հետ է, այդ մասին ես չգիտեի։ Եվ Փառք Տիրոջը, որ այսօր ես ճանաչում եմ այդ Աստծուն, ես ունեմ նրան իմ կյանքում։ Մարտիրոսյանների ընտանիքում տեղ գտած շարունակական վեճերը մոռացության էին մատնել խաղաղություն աստվածը։ Մինչև իրական Աստծուն գտնելը մեր ընտանիքում անխաղաղ վիճակ էր։ Ամուսինս խմիչքից կախվածություն ուներ եւ ամեն ժամանակ մեր ընտանիքում վեճեր, կռիվներ, միշտ աղոթում էի Աստծուն, խնդրում էի, որ մի հույս տա, մի դուռ բացի, մի ելք ցույց տա։ Տարիներ առաջ խմիչքի հետևանքով իմ կյանքում առաջացավ հիվանդություններ, որոնցից էին մեկը 12 մատյա աղիքի խոցներ, իսկ մյուսը նևրոզ տիպի հիվանդություններ։ Ու ես դրանք ձեռք էի բերել խմիչքի չարաշահելու հետևանքով։ Եվ հերթական անգամ ալկոհոլի չարաշահելու դեպքում իմ մոտ առաջացավ ճնշման անկում եւ զգացի, որ իմ հետ ինչ-որ մի բան կատարվում է։ Ու հասկացա, որ մարդը հենց այդ տիպի կարա մահանա առանց ոչ մի պատճառի։ Զգացի, որ վախ է մտնում իմ մեջ ու հասկացա, որ այդ վախը ինձ արդեն բռնում է, ես չեմ կարող ազատագրվեմ այդ վախից։ Երբ Աստված ցանկանում է մարդու կյանքում կատարել անիրագործելին, այդ ժամանակ իրար են բախվում անհնարին ու հնարավոր թվացող ամեն բան։ Տարիներ առաջ էր, որ ես լսեցի Աստծո գոյության մասին։ Ես իմացա իմ մեծ եղբորից, որը ծառայում էր Զորամասում որպես սպա։ Մի օր նա եկավ եւ ասաց, որ ես գտել եմ կենդանի Տիրոջը։ Ես հասկացել եմ, որ Աստված գոյություն ունի, ես չհավատացի, չընդունեցի։ Նա պատմեց, որ Զորամասում ինքը սպա լինելով մտնում է անցակետ եւ տեսնում է, որ զինվորները երևակայի կարդացել են Աստվածաշունչ եւ թողել են սեղանի վրա։ Նա հարցնում է ումն է, ոչ մեկ չեն պատասխանում։ Եվ տանում է իր կաբինետ ու այդպես մնում է այդ գիրքը։ Ու ինքը իր ընտանիքում անհատական խնդիրներ ունենալուց հետո ասեմ, որ նա էլ խմիչքի հետ սեր ուներ, որոշում է, որ այդ գիշեր անցկացնի իր կաբինետում։ Առավոտյան սեյֆը բացում է եւ այդ գիրքը հանելով կարդում է ու ամեն օր կարդալով հասկանում է, որ կա կենդանի Աստված եւ պետքա անպայման մարդը քայլանի, որ Աստված կարողանա իր կյանքում ինչ-որ հրաշք կամ գործ, ինչ-որ մի բան փոփոխի իր կյանքում։ Եվ նա հասնում այն հատվածին, որ պետք է մարդ վերստին ծնունդ ունենա, որ Աստված իրավունք ունենա, որ իր կյանքի մեջ գործ կատարի։ Եվ այդ բանը իր կյանքում տեղի է ունենում։ Այդ լավ լուրը իմանալով ինքը արդեն ուզում է ինձ օգնի եւ փոխանցում է այդ խոսքը։ Իրական Աստծո մասին իմացել եմ երկրորդ աղջկաս ծնվելուց, այնտեղ ես հանդիպեցի մի Աստծո մարդու, ով պատմեց ինձ իրական Աստծո մասին, ով ասեց, որ Աստված միայն ոչ թե նրա համար է, որ մենք աղոթենք, այլ նաև նա իրական է, նա բժշկում է, նա ազատագրում է, նա իր ամեն մարդու կյանքում ով ընդունում է Աստծուն որպես կենդանի Տեր, Փրկիչ, խաղաղություն է բերում, սեր է բերում։ Գիտեք, ամեն մեկը իր կյանքում ունենում է տարիներ ի վեր մշակած եւ կիրառվող սկզբունքներ, բայց Աստծո սկզբունքները այլ են։ Եվ այնպես էր ստացվում, որ երբ որ ես եւ Վարդուհին իրար հետ շփվում էինք, ամեն անգամ կամա թե ակամա ես մղվում էի ուղակի Աստծուց, որպիսի խոսեմ իր հետ Աստծո խոսքը։
ու ինքս էլ չէի հասկանում, թե ինչու էր ամեն անգամ Աստված առիթներ ստեղծում, որպեսզի մենք հանդիպենք տարբեր առիթներով, եւ Աստծո խոսքը անպայման ինձանով Տերը փոխանցում էր Վարդուհուն։ Շնորհակալ եմ ես այդ օրերի համար, շնորհակալ եմ այն ամենի համար, որ Աստված արեց իմ ու Վարդուհու կյանքում։ Վարդուհու ընտանիքում նոր փուլ սկսվեց։ Ամեն անհաջողություն մնաց անցյալում, եւ այդ ամենը շնորհիվ ամենակարողի։ Եվ այդ Աստծո մարդը ինձ կանչեց եկեղեցի։ Ես գնացի եկեղեցի։ Այնտեղ ես վերստին ծնվեցի։ Աստված իմ ներսում իրականում շատ տեսանելի ձևով սկսեց բաներ փոխել։ Նախ փոխեց իմ ներսում հենց ինձ, իմ էությունը, որովհետև իմ էության մեջ կար շատ սխալներ։ Շատ ժամանակ, երբ որ մենք ընտանիքում վեճեր էինք ունենում, ես այնպիսի բնավորություն ունեի, որ ամեն ժամանակ պետքա միշտ վերջում ես ասեի, բայց երբ որ Տիրոջը ընդունեցի իմ կյանք, հետաքրքիր ձևով այդ բնավորությունը իմ մեջ Աստված փոխեց եւ դա հենց առիթ եղավ իմ շրջապատի համար, որ նրանք հասկացան, որ իրականում ես Աստծուն եմ հանդիպել, իրականում Աստված իմ կյանքում բան է փոխել, իրականում ես սկսել եմ ավելի աստվածահաճո կերպով ապրել։ Որոշեցի ես ինքս հաճախել եկեղեցի։ Եվ այդ օրերի մեջ թե իմ բախտից, թե պատահմամբ Աստծո մարդը խոսում էր այն մասին, որ մարդ կարող է վախից ազատագրվել, որովհետև դա հենց այսպես ասած հիվանդություն չէ, այլ կապանք է ինչ-որ, որ մարդ տրամադրվում է իրավիճակի դեմ։ Եվ նա ասում էր, որ եթե քո հետ ինչ-որ մի բան պատահի, արդեն իսկ պատահած կլիներ, բայց որ դու արդեն ներկա ես ու լսում ես այդ խոսքը, ուրեմն իմացի, որ այդ հիվանդությունը, այդ վիճակը չկա, ու ես ազատագրվեցի այդ հիվանդությունից։ Տիրոջը ընդունելուց հետո իմ ընտանիքում շատ կարևոր իրադարձություններ եղան եւ շատ փոփոխություններ տեղի ունեցան։ Նախ վերջացավ մեր տան վեճերը, որովհետեւ ազատագրվել էի արդեն իսկ խմիչքից, ծխախոտից եւ մի քանի այլ վտանգավոր բաներից։ Եվ ամենակարևոր հրաշքը, որ իմ կյանքում տեղի ունեցավ, կարևորներից, ամենակարևորը այն էր, որ ես Տիրոջը ընդունեցի եւ իմ կյանքում փոփոխություն եղավ։ Ամենակարևորներից մյուսը, որ իմ ընտանիքը ավելացավ եւս մեկ անդամով եւ մեր ընտանիքում ծնվեց իմ տղան Դանիելը, ես ունեի Դանիելից առաջ 2 աղջիկ։ Ինձ համար Աստված նոր շունչ է, նրանով իմ կյանքում սկսվեց ամեն բան։ Իմ համար Աստված ամեն ինչ է, որովհետև նա իմ կյանքում այնպիսի հրաշքներ կատարեց, որ երկրագնդում չկա այդպես մի բան, որ կարողանա մարդու կյանքը փոխել եւ փոխել հենց մարդուն։ Սա Մարտիրոսյանների ընտանիքն է, ուր Աստված է բնակվում։ Ավելին տեսնելու համար բաժանորդագրվեք մեր ալիքին կամ միացեք մեզ սոցիալական կայքերում։